Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում կրկին մեկնարկում է հերթական խաղային շաբաթը եւ շաբաթվա բացման հանդիպումը միմյանց դեմ կմրցեն Manchester City-ն եւ Werder-ը, սա հիշեցնեմ Էլիտ լիգայի հետաձգված հանդիպում է 19-րդ տուրի։ Թիմերը արդեն խաղադաշտում են։ Քիչ անց կտրվի հանդիպան մեկնարկը, իսկ արագորեն ծանոթացնեմ մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Սկսենք Werder-ից, ում դարբասը պաշտպանում է Էդվարդ Հարությունյանը համար 1, Էրիկ Էլոյան համար 7, Հայկ Մուրադյան համար 10, նա թիմի ավագն է, Մայիս Մելքոնյան համար 11, Ռուբեն Արիստակեսյան համար 14, Հակոբ Ամիրյան համար 17, Զորա Բադարյան համար 23 եւ Սերգեյ Ամրոյան համար 99։ Մեկնարկած է հանդիպումը, գնդակով City դարբասապան Մուրադյանն է։ Գլորում է այն Առաքելյանի ուղղությամբ։ Ծանոթացնեմ նաև Manchester City-ի կազմը, դարբասը պաշտպանում է Վայե Մուրադյանը համար 1, Սիլա Բուբա համար 2, Ռոբերտ Խլղացյան համար 4, Արտաշես Առաքելյան համար 5, Ռոմիկ Սարգսյան համար 6, Ալեն Սահակյան համար 9, Արշակ Պողոսյան համար 10, Վարդան Վարդանյան համար 14, Գերա Կոստենկով համար 17, Ռաֆայել Ղարիբյան համար 19, Նարեկ Սարգսյան համար 22, Արտուր Ալավերդյան համար 44 եւ Մանուկ Մուրադյան համար 99։ Պողոսյանն է գնդակով, ուղարկում է այն Խլղացյանի ուղղությամբ։ Շարժվում է առաջ գնդակով Պողոսյանը։ Դեպի աջ փոխանցում ենք տեսնում Առաքելյան։ Իհարկե մրցաշարային աղյուսակի տեսանկյունից թիմերը այնպես չէ, որ այս հանդիպումը իհարկե չեմպիոնական տիտղոսի համար է պայքարում, նախ եւ առաջ թիմերը պատրաստվում են իհարկե մեկնարկող Winter Cup առաջնությանը, այնտեղ արդեն տեղի է ունեցել վիճակահանությունը մեր 2025-26 թվականների Winter Cup մրցաշարի, որտեղ վիճակահանության արդյունքներին կարող եք հետևել AFL-ի Instagram-յան էջով։ Հիմա վտանգավոր գրոհի անցել City-ն։ Կա փոխանցումը, հարված ենք տեսնում ու հանդիպան հաշիվը բացված է 1-0 Սահակյանը գրավում է Werder-ի դարպասը։ Ալեն Սահակյան 1-0, այո, արդեն կա այս խաղում առաջին խփված գնդակը ու տեսնենք ինչով կփորձի հիմա պատասխանել Werder-ը։ Մուրադյան ուղարկում է գնդակը Ադարյանին։ Մելքոնյան հետ փոխանցում դեպի Էլոյանը, այո, շատ արագ տեսանք առաջին գնդակը այս խաղում։ Այն գրանցեց իր անվան դիմաց Ալեն Սահակյան ու հիմա արդեն երկու թիմերի համար էլ խնդիրը այլ է դառնում, իհարկե նախ Werder-ը բնականաբար կփորձի հավասարեցնել հանդիպան հաշիվը, հետո արդեն City-ի տեսանկյունից իհարկե թիմը կփորձի զարգացնել իր առավելությունը։ City-ն այս պահին նաև պայքարում է բացի մեկնարկող Winter Cup-ից երկու մրցաշարում, որտեղ թիմը շատ հաջող ելույթներ է ունենում, երկու առաջնությունում էլ թիմը հասել է կիսա եզրափակիչ, նախ Չեմպիոնների լիգայի կիսա եզրափակիչում կարողացան առաջին խաղը 5-4 պարտվելուց հետո դիմակայության պատասխան խաղում 5-1 առավելության հասնել Newcastle United-ի նկատմամբ ու դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսա եզրափակիչ, որտեղ կմրցեն Borussia Mönchengladbach-ի դեմ եւ Էլիտ լիգայի գավաթի շրջանակներում իհարկե թիմը արդեն հասել է կիսա եզրափակիչ, այնպես որ այս հանդիպումը միայն կարելի է դիտարկել City-ի տեսանկյունից որպես մարզման փորձ է, այսպես ասենք, գալիք հանդիպումներին պատրաստվելու համար, իսկ
Մյուս շաբաթ նաև արդեն կտրվի Winter Cup-ի մեկնարկը, որը կանցկացվի 36 թիմերի միջև, երկուական խմբերում 18-ական թիմեր են ձևավորվել, այնպես որ շատ հետաքրքիր ձմեռային մրցաշար է մեզ սպասվելու AFL-ում, դրանում երկու տարբերակ լինել իհարկե չի կարող։ Բուբա ուղարկեց գնդակը դարպասապա Մուրադյանի վերջինս խաղարկում այն Արլաքելյանի հետ ու սկսում է Սիթին իր գրոհը աչ եզրով Պողոսյանը լավ գրոհի տեղափոխությունը դեպի ձախ, որտեղ Խլղացյանն է Բուբա շատ լավ փոխանցում նորից տեսանք դեպի Պողոսյանը վտանգավոր գրոհի անցել Սիթին Կոսենկով ու Ադարյանից հեռացավ այստեղ գնդակը կտեսնենք անկյունային հարված Սիթիի կատարմամբ Արագորեն խաղարկեցին անկյունային Սիթիի ֆուտբոլիստները Պողոսյան Նորից ուղարկում է գնդակը Բուբային գրոհի տեղափոխություն դեպի ձախ Խլղացյանն է միացել գրոհին Շատ լավ փոխանցում դեպի Պողոսյանը Տեսնենք այս գրոհը ինչով կավարտեն Սիթիի ֆուտբոլիստները Բուբա հարվածային է դիրքը չհարվածեց Բուբան Կոսենկով հարված ու փակվում է հարվածի ճանապարհը չի ավարտվել Սիթիի գրոհը Բուբա եւս մեկ փոխանցում, բայց այստեղ Էլոյանը կարողանում է առաջինը արձագանքել գնդակին ու զարգացնում է արագություն, տեսնենք Էլոյան կար Մելքոնյանի ներողություն Ամրոյանի տարբերակը, բայց ուշացրեց փոխանցման պահը Էլոյանը Պողոսյանն է հիմա խլում գնդակը բայց Ամիրյանն էլ կարողացավ շատ հաջող խլում կատարել Պողոսյանից Մելքոնյան դեպի առաջ փոխանցում, բայց Արաքելյանը առաջինն է արձագանքում գնդակին ու այն թողում Խլղացյանին չհասկացան, այստեղ միմյանց Սիթիի ֆուտբոլիստները վտանգավոր է Ամրոյան, պետք է հավասարեցնել հանդիպան հաշիվը Ամրոյան, կարված ու գնդակը այո վերջապես հայտնվեց դարպասում 1-1 Վերդերը հավասարեցնում է հանդիպան հաշիվը Արիս Թանկեսյանը գրավեց Մանչեսթեր Սիթիի դարպաս ու հիմա արդեն հանդիպման հաշիվը հավասար է շատ արագ կարողացավ Վերդերը պատասխան գնդակը հեղինակել Պողոսյան թողած գնդակը Արաքելյանին Արաքելյանը իր հերթին գնդակ ուղարկում է Խլղացյանին վերջինը շարժվում է առաջ գնդակով տեսնենք կան տարբերակներ թե աչից թե ձախից որոշեց դեպի ձախ ուղարկել գնդակը Խլղացյանը Սահակյան դեպի Բուբան նորից Սահակյանն է գնդակով լավ պատխաղարկում ստացվեց Բուբայի հետ ու այստեղ Ադարյանը հեռացնում է գնդակը եւս մեկ անկյունային կիրասի Մանչեսթեր Սիթին Արաքելյանն է գնդակով, արագ խաղարկեցին նորից Սիթիի ֆուտբոլիստները գնդակը, Կոսենկով
Շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի Վարդանյանը վտանգավոր է, բայց հարվածը տեսանք Վարդանյանի կատարմամբ չի ավարտվել Սիթի Գրոսակյան եւս մեկ փոխանցում ու պաշտպանությունում լավ գործություն Վերդերի ֆուտբոլիստները Կոստենկով հիմա պետք է գրավել դարպաս այո 2-1 Սիթին այս խաղում երկրորդ անգամ նորից առաջ է հասնում հանդիպան հաշվի մեջ Փոփոխություն Սիթիի կազմում Պողոսյանի փոխարեն հանդիպումը շարունակում է Արտուր Ալավերդյանը 44 համարով նա արդեն խաղը դաշնում է ու հանդիպումը վեր սկսվում է 2-1 հաշվի պարագայում Էլոյան գտավ Ամրոյանին Ալավերդյանն է ստացել գնդակը ուղարկում է այն Կոստենկովի ուղղությամբ այո երկարատև դադարից հետո արդեն վերադարձել է Մանչեսթեր Սիթիի շարքեր Արտուր Ալավերդյանը, ովքեր դիտել են այդ հանդիպումը կհիշեն շատ բարդ վնասված ստացավ նա Նյուքասլ Յունայթեդի դեմ Չեմպիոնների լիգայի 1 քառորդի դիմակայության առաջին խաղում, որտեղ Սիթին զիջեց մրցակցին 5-4 հաշվով, բայց դիմակայության պատասխան խաղում այո արդեն Ալավերդյանը խաղը դաշտում էր եւ նա իհարկե ներդրում ունեցավ Սիթի գործողություններում թիմը կարողացավ ինչպես մեկնարկում նշեցի առավելության հասնել մրցակցի նկատմամբ ու արդեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում է Մուրադյան շատ լավ նկատեց այստեղ Բուբային Մուրադյանը վերջինս հաջող թողնում է գնդակը Արաքելյանին նորից Բուբան է գնդակով շատ լավ նկատեց Բուբան Խլղացյանին տեսնենք Էլոյանը դիմավորել մրցակցին բայց Գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու կտեսնենք եզրային նետում Վերդերի ֆուտբոլիստների կատարմամբ Մուրադյան սկսում է Վերդերի հերթական գրոհը Մելքոնյանն է գնդակով նորից Մուրադյանին թողեց գնդակը այո իսկ Վերդերը Բացի Էլիտ Լիգայի ելույթներից իհարկե թիմը նույնպես մասնակցելու է Winter Cup-ին Վերդերը արդեն Summer Cup-ի եզրափակիչում է հայտնվել եւ եկող շաբաթ կպարզի իր հարցերը եզրափակիչում Մոնցայի հետ շատ լավ մարզավիճակում են իսկապես գտնվում այսօրվա մրցող երկու թիմերն եւ ինչպես նկատում եք հանդիպումը ավելի շատ այսօր երկու թիմերի կողմից էլ ընկերական բնույթ կարող է կրել իհարկե շատ զգուշորեն են փորձում այս հանդիպմանը վերաբերվել երկու թիմերն էլ ավելորդ վնասվածներից խուսափելու համար եւ դրանով փորձում են պատրաստվել առաջիկա հանդիպումներին Էլոյանն է գնդակով, թողեց այն Ադարյանին, Ամրոյան Ադարյանը սկսում է խորքից Վերդերի հերթական գրոհ, լավ փոխանցում ենք տեսնում դեպի Մելքոնյանը, Ամրոյան, նորից Մելքոնյանին կատարեց Ամրոյանը փոխանցում, բայց գնդակը մի փոքր հեռու թողեց այստեղ Վերդերի ֆուտբոլիստը, Արիստակեսյան, նորից Մելքոնյանի հետ խաղարկեց, կա փոխանցում ու այստեղ Խլեցին Սիթի ֆուտբոլիստները գնդակը արագակագորի անցել Սիթին, Ալավերդյանն է գնդակով, վտանգավոր է Ալավերդյան, 3-2-ի դիմաց գրոհում է Մանչեսթեր Սիթին, Բուբա կարված ու դարպասադողից գնդակը ետ մղվեց, բայց տեսնենք ինչ է պատահել այստեղ Սահակյանին, հայտնվել է խոտածածկին, կարծում եմ Մելքոնյանի փոխանցման ժամանակ դեմքին հարված ստացավ Սահակյանը
Սապարություններ երկու թիմերին էլ իհարկե City-ն գնդակը հասած մրցակցին հիմա էլ Վերդերը այն վերադարձեց ու Խլկացյանն է գնդակով Ալավերզյան շատ լավ փոխանցում կատարեց դեպի աջ, որտեղ Կոստենկովն է Կոստենկով ու գրոյի տեղափոխություն դեպի Խլկացյանը Ալավերդյան շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի առաջ, բայց Պողոսյանի հետ կատարած փոխանցումը այնքան էլ հաջող չստացվեց, խլեցին գնդակը Վերդերի ֆուտբոլիստները, արագորեն էլ կորցրին այն Արաքելյան թողեց գնդակը Կոստենկովին ու աստրեցին արդեն վերադասավորվել City-ի ֆուտբոլիստները Ալավերդյանն է հիմա կենտրոնով առաջ շարժվում Խլղացյան գուցե հեռվից է պետք հարված կատարել ոչ, փոխանցում տեսանք, Ալավերդյան հարվածը կա, բայց գնդակը մի փոքր շեղությամբ հեռացավ դաշտի սահմաններից, լավ էին արել ամեն ինչ Manchester City-ի ֆուտբոլիստները, իհարկե կար ավելի հարմար տարբերակներ, բայց որոշեց Ալավերդյանը ինքն էլ եզրափակել այս գրոհ ու հարվածեց դարպասի ուղղությամբ Ադարյան Ամիրյանին ուղարկեց գնդակ, այստեղ Կոստենկովն է հաջող խլում կատարում, բայց Մելքոնյանը հասցրեց պաշտպանությունում հիմա հաջող գործել, ուղարկում է գնդակը առաջ Ամրոյան, բայց Արաքելյանը թույլ չտվեց, որպեսզի հասնի գնդակը Վերդերի արձակվողին, Բուբանը գնդակով, ուղարկում է այն Պողոսյանին, Ալավերդյան Նորից Բուբան հասցրեց փոխանցում կատարել, բայց Արությունյանը դուրս եկավ դարպասից ու վերցրեց գնդակը ես նաև ծանոթացնեմ արագորեն Էլիտ լիգայում տիրող մրցաշարային աղյուսակը այնտեղ իսկական պայքար է ընթանում նախ 3 թիմերի միջև Manchester City-ն այս պահին 4-րդ հորիզոնականում է գտնվում, այո մի փոքր ետ մնաց City-ն այս տարի մրցաշարային այս չեմպիոնական մրցավազքում, բայց Վիլյարեալը, Ատլետիկոն և Լիվերպուլը երեքն էլ այս պահին պայքարում են չեմպիոնության համար և 2 տուր է մնացել մինչ Էլիտ լիգայի ավարտը Ինչն է հետաքրքիր, այս պահին հավասար հանդիպումներից հետո անցկացած 20-ական խաղից հետո Վիլյարեալը և Ատլետիկո Երևանը ունեն 48-ական միավոր և կիսում են առաջին հորիզոնականը, Լիվերպուլը 18 անցկացած հանդիպումից հետո ունի վաստակած իր ակտիվում 44 միավոր, 2 հանդիպում դեռ պետք է անցկացնի Լիվերպուլը և այդ 2 հանդիպումներից մեկը կանցկացնի հենց վաղը մրցելով առաջատարներից մեկի Վիլյարեալի հետ, որտեղ այդ հանդիպումից իսկապես շատ բան է կախված մրցաշարային աղյուսակի տեսանկյունից հաղթում է Վիլյարեալը ու տանում մյուս տուրում իր հաղթանակ, նա փրկում է չեմպիոն հաղթում է 2 խաղում Լիվերպուլը, նա է դառնում չեմպիոն Լիվերպուլն ընդդեմ Վիլյարեալի հանդիպումն ավարտվում է ոչ ոքի և կարողանում է Ատլետիկո Երևանը առավելության հասնել այդ տուրում Մանչեսթեր ներողություն Չելսիի նկատմամբ, ապա Ատլետիկո Երևանն է հռչակվում չեմպիոն, այնպես որ մինչև վերջին վայրկյանը համար պայքար է ընթանալու չեմպիոնական մրցավազքում և այնպես չէ, որ թիմերին հեշտ մրցակիցներ են բաժին հասնելու, ընդհակառակ այս 3 առաջատարներն էլ վերջին 2 տուրում շատ բարդ հանդիպումներ ունեն անցկացնելու նախ Վիլյարեալը կանցկացնի իր վերջին հանդիպում հենց Manchester City-ի դեմ, ապա Լիվերպուլը Վիլյարեալի դեմ հանդիպումից հետո վերջին տուրը կանցկացնի Չելսիի հետ և Ատլետիկո Երևանը այո այդ 2 հանդիպումներ ունի անցկացնելու նախ պետք է կարողանալ հաղթահարել Ինտերի արգելքը, հետո արդեն վերջին տուրում մտածել Չելսիին հաղթելու մասին 2 տուր, որտեղ դեռ ոչինչ որոշված չէ իսկ Manchester City-ն 4-րդ հորիզոնականում այս պահին գտնվում, այո թիմը կարելի է ասել ավելի շատ կենտրոնացրեց իր ողջ ուժերը Չեմպիոնների լիգայի ու Էլիտ լիգայի գավաթի շրջանակներում ընթացող պայքարին, այնտեղ 2 տեղում էլ ինչպես նշեցի City-ն շատ հաջող ելույթներ է ունենում, իսկ չեմպիոնական մրցավազքում City-ն 4-րդ հորիզոնականում է գտնվում անցկացած 19 խաղից հետո վաստակած 38 միավորով Մուրադյանն է հիմա գնդակով թողեց այն Մելքոնյանին Էլոյան լավ նկատեց Ամիրյանին, վտանգավոր գրոհի է անցնում Վերդերը, Մելքոնյանն է գնդակով փոխանցում է կատարում, բայց Ալավերդյանը այստեղ փակեց փոխանցման ճանապարհը Բուբա չեն շտապում
City ֆուտբոլիստները իհարկե նա փորձում են հանգիստ զարգացնել իրենց առավելությունը Ալավերդյան կատարեց փոխանցում դեպի Բուբան Եվս մեկ փոխանցում Կոստենկով հարված, բայց բարձր է ստացվում Գերա Կոստենկովի կատարած հարված ու հարված կլինի Հարությունյանի պաշտպանած դարպասից Ադարյան ուարկեց գնդակը Հարությունյանի վերջինս Էլոյանի հետ խաղացու նորից Ադարյանն է գնդակով բայց չանցավ այստեղ փոխանցումը հիմա Ամիդյանը ավելացրեց հասնելով գնդակը Մելքոնյանին ու գնդակը այստեղ Պողոսյանից դուրս եկավ դաշտի սահմաններից կտեսնենք եզրային նետում Վերդերի կատարմամբ Էլոյան ուժեղ ստացվեց Էլոյանի կատարած փոխանցումը դեպի Մելքոնյան ու հարված կլինի արդեն Մուրադյանի դարպասից վերջինս արագորեն խաղարկում է գնդակը Ալավերդյանի հետ Կուբա նորից Ալավերդյան Կոստենկովին ուղարկեցին գնդակը Ալավերդյան լավ նկատեց Պողոսյանին, Վարդանյանն է շարժվում առաջ, կա փոխանցումը վտանգավոր է Պողոսյան, գուցե հարված տեսնենք, բայց տեսանք հարվածը միայն Ամիդյանը արդեն հասրեց Բագեր գնդակի ճանապարհը, Խլղացյան հերվից է պետք հարված կատարել, փոխանցում դեպի Կոստենկովը, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Ադարյան Էլոյանի հետ խաղարկեց գնդակը Ադարյան ու դուրս եկան պաշտպանությունից Վերդերի ֆուտբոլիստները Մելքոնյանն է առաջ շարժվում, շատ լավ գրոյի անցել Վերդերը, Արիստակեսյան նորից Մելքոնյանին ուղարկեց գնդակը նորից Արիստակեսյանին փոխանցում տեսանք, բայց հաջող չկասեցեց Արիստակեսյանը գնդակը Կուբա գտավ աչ եզրում Ալավերդյանին, նորից Բուբանը գնդակով բայց ուժեղ ստացվեց Բուբայի այս փոխանցումը չնայած վերջի պահին դիպավ գնդակին Հարությունյանը ու անկյունային հարվածք իրացնի Մանչեսթեր Սիթին Ալավերդյան արագ խաղարկեց այստեղ Սիթին անկյունայինը Պողոսյան աչ եզրում է հիմա էլ հայտնվել Սիթիի 10 համարը Կոստենկով շեղ է ստացվում հարվածը Մելքոնյանը արագորեն անցավ Վերդերը գրոյի, բայց միայն անկյունային հարված վաստակեցին այստեղ Վերդերի ֆուտբոլիստները Ադարյան ստացավ անկյունայինից փոխանցում Զորաբ Ադարյանը թողնում է գնդակը Էլոյանին ու այդ փոխանցում դեպի թիմի ավակ Մուրադյանը, բայց Ամրոյանը այստեղ կորցեց Մուրադյանի փոխանցումից հետո գնդակը Պողոսյան շարժվում է առաջ Սիթին, տեսնենք այդ փոխանցում կատարեց այստեղ Պողոսյանը Ալավերդյան նորից գտավ Պողոսյանին Ալավերդյանը, այո երևում է Սիթի գործողություններում, որ իրոք շտապողականություն չկա այս հանդիպան հետ կապված Խլղացյան շատ մանր փոխանցումներով են փորձում գրոյի անցնել Սիթի ֆուտբոլիստները եւ ասեմ, որ նրանց մոտ առայժմ առանց որևէ խնդիրների դա ստացվում է Կուբա նորից ուղարկեց հետ գնդակը Առաքելյանին Խլղացյան Պողոսյանն է գնդակով
Բուբա Տեսնենք այս երկարատև փոխանցումները ինչի կվերացեն City ֆուտբոլիստները վերջում Արտաշես Արաքելյան Դեպի ձախ փոխանցում տեսանք Խլղացյանին Պողոսյան հիմա արդեն մրցակցի տուգանային հրապարակ հասան City ֆուտբոլիստները Պողոսյան բայց նորից սետ փոխանցում է կատարում այստեղ Պողոսյանը իհարկե դեռ արված չի հետևել այս գրոյից հետո եւ խնդրեմ կորցեցին այստեղ գնդակը City ֆուտբոլիստները Անոյանն է զարգացնում արագություն շարժվում առաջ բայց երկու մրցակից պայքարեց նրա դեմ ու թույլ չտվեցին նրան մտնել տուգանային հրապարակ Արաքելյանը շատ հաջող գործեց Պողոսյան Նորից Արաքելյանն ու Կոստենկովին է ուղարկում Արտաշես Արաքելյանը գնդակը Ալավերդյանն է ստանում հիմա գնդակը թիկունքով է մրցակցի դարպասին, բայց կարողացավ այն պահել իր մոտ Հիմա կատարեց փոխանցում դեպի Պողոսյանը Բուբա Խլղացյան շատ լավ գրոյ տեղափոխություն է դեպի Ալավերդյանը, բայց դուրս եկավ այստեղ գնդակը դաշտի սահմաններից, իհարկե մի փոքր ուժեղ ստացվեց եւ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ է լավ արվում է, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սելի ֆուտբոլիստներն մեկնարկում է երկրորդ խաղակեսը եւ միանգամից հարված եք տեսնում Մելքոնյանի կատարմամբ ու այն բարձր է ստացվում։ Ես սաունդ հասնեմ եւս մեկ անգամ մրցող թիմերի մեկնարկային կազմերը, սկսենք City-ից, դարպասում է Վայե Մուրադյանը համար 1, Սիլաբուբա համար 2, Ռոբերտ Խլղացյան համար 4, Արտաշես Արաքելյան համար 5, Վարդան Վարդանյան համար 7, Ալեն Սահակյան համար 9, ով այս հանդիպման ընթացքում արդեն աչքի են գնված գնդակով, հիմա այս գրոյից հետո կշարունակեմ ծանոթացնել կազմերը, բայց Հարությունյանը կարողացավ վերցնել գնդակը։ Արշակ Պողոսյանը համար 10, Գերա Կոստենկով համար 17, Արթուր Ալավերդյանը համար 44 և թիմի գլխավոր մարզիչն եմ Անատոլի Գաբրիելյանը Վերդեր, Դարպասը պաշտպանում է Էդվարդ Հարությունյանը համար 1, Էրիկ Էլոյան համար 7, Հայկ Մուրադյանը համար 10, ով թիմի ավագ Մայիս Մելքոնյան համար 11, Ռուբեն Արիստակեսյան համար 14, Ակոպ Ամիրյան համար 17, Զորա Բադարյան 23 և Սերգեյ Ամրոյան համար 99։ Մելքոնյանն է գնդակով, ուղարկում է այն Ադարյանին։ Ու գրոյի տեղափոխություն դեպի ձախ Մուրադյան։ Ամիրյան խաղարկեց, Արիստակեսյանն է հիմա ստանում գնդակը։ Լավ էր մտածել այստեղ Արիստակեսյանը, բայց Մելքոնյանի մոտ չստացվեց անցում կատարել, Պողոսյան, շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի Ալավերդյանը, պետք է այստեղ City-ին կրկնապատկի առավելությունը, Վարդանյան, նորից Ալավերդյան, Հարված ու Էլոյանն է փակում Հարվածի ճանապարհը Ալավերդյանի կատարած։ Այո, մեր City-ին երկրորդ խաղակեսում շատ լավ հնարավորություն, բայց չստացվեց առաջին իսկ հնարավորությունը օգտագործել։ Արաքելյան, նորից Պողոսյանին է ուղարկում գնդակը, զարգացնում է արագություն Պողոսյանը, ձախից կա Վարդանյանի տարբերակը, կա փոխանցումը, վտանգավոր է ևս մեկ փոխանցում, Ալավերդյան ու հիմա էլ Հարությունյանն է հեռացնում գնդակը, բայց անկյունային հարված այնուամենայնիվ վաստակում են City ֆուտբոլիստները այս դրվագում։ Պողոսյան խաղարկում է գնդակը Վարդանյանի հետ, նորից Պողոսյանն է գնդակով և հետ փոխանցում ենք տեսնում դեպի թիմի պաշտպան Արաքելյանը, Բուբա, Արաքելյան, հետ փոխանցում դեպի Խլղացյանը, շատ լավ նկատեց միայնակ Բուբային այստեղ Խլղացյանը, Բուբա հերվից հարված ենք տեսնում ու անկասելի հարված 3-1 City-ին կրկնապատկում է իր առավելությունը։ Բուբա 3-1, այո, City-ին շատ արագ երկրորդ խաղակեսի մեկնարկում աչքի ընկավ,
Ինչպես առաջի խաղակեսում էր, այո հանդիպան մեկնարկից 2-3 րոպե անց Էլոյան շարժում առաջ Աչեզով Էլոյանը Բայց այստեղ հեռու թողեց գնդակ ու հարված կլինի Մուրադյանի արպասից Ուբա շատ լավ փոխանցում դեպի Կոստենկովը հարված ու 4-1 Ուբան խփած գնդակի կողքին ավելացրեց նաև գոլային փոխանցում Իսկ Կոստենկովը դարձավ դուբլի հեղինակ, այո 4-1 Մանչեսթեր Սիթին արդեն խոշոր է դարձնում հանդիպան հաշիվը, Էլոյան պետք է փորձի, այնուամենայնիվ Վերդերի ֆուտբոլիստները պետք է փորձեն կրճատել հաշվի տարբերությունը, բայց առայժմ շատ հաջող են գործում Սիթիի ֆուտբոլիստները հատկապես պաշտպանությունում, Էլոյան Մելքոնյանի հետ է խաղարկում գնդակը Պողոսյանն է դիմավորել Մելքոնյանին ու խախտեց այստեղ խաղի կանոնները Ամրոյան Բայց այստեղ Բուբան կարողացավ խլել գնդակը մրցակցից Օրից Պողոսյանն է գնդակով դեպի Բուբան ու գրոյի տեղափոխություն դեպի աջ Կոստենկով Ալավերդյանին ուղարկեց գնդակը, բայց այստեղ Ադարյանը առաջինը խաղաց գնդակին Կարայո կար խաղի կանոնների խախտում Վարդանյանի կողմից Խաղարկում են Վերդերի ֆուտբոլիստները ստանդարտը Ամիրյանն է գնդակով Մուրադյան, նորից Ամիրյան Ադարյան ուղարկեցին գնդակ ու լավ փոխանցում ենք տեսնում դեպի Էլոյանը Մելքոնյան ցածրից փոխանցում Ամրոյան այստեղ շեղեց գնդակի ուղղությունը, բայց այն դուրս եկավ դաշտի սահմաններից Արտաշես Արաքելյանն է ուղարկում գնդակը Սահակյանին, նորից Արաքելյան Ալավերդյան այստեղ շատ հաջող գործեց թողնելով գնդակը Կոստենկովին ու հետ փոխանցում դեպի Կլղացյանը, այո Սիթին այսօր մանր փոխանցումներով է փորձում առաջ շարժվել ու դա ստացվում է շատ հաջող թիմի մոտ Բուբա Լավ փոխանցում է դեպի Կոստենկովը, վտանգավոր է Ալավերդյան, գուցե փորձի ինքն եզրափակել գրոհը, ուղարկեց գնդակը Վարդանյանին, նորից Ալավերդյան հարված ենք տեսնում ու Հարությունյանը հեռացնում է գնդակը անկյունային կիրացնեն Սիթիի ֆուտբոլիստները Բուբա Արաքելյան գուցե հեռվից փորձի Արաքելյանը հարվածում է, բայց Հարությունյանը տեղում է Արակ նետում առաջ ու հաստրեց այստեղ Արաքելյանը փակել գնդակի ճանապարհը Կոստենկով Դեպի Բուբան փոխանցում տեսանք Ալավերդյան Վարդանյանն է գնդակով Կլղացյան
գրոյ տեղափոխություն դեպի Ալավերդյանը փորձեց կատարել այստեղ Խլղասյանը, բայց Մելքոնյանը առաջինը արձագանքեց գնդակին Էլոյան Ամիրյանին է ուղարկում գնդակը ու ասրին Վերդերի ֆուտբոլիստները այո ուղարկել գնդակը առաջ Ամիրյանը ավելացեց այստեղ գնդակի ընթացքում դեպի Մուրադյանը, նորից Ամիրյանը հերվից հարված, բայց Մուրադյանը տեղում էր Արագորեն նետում է գնդակը դեպի Ալավերդյանը, հաջող կասություն կատարեց Ալավերդյանը այստեղ Բուբա Շատ լավ փոխանցում էր կատարում Ալավերդյանը այստեղ Խլղասյանին, բայց մի փոքր ուժեղ ստացվեց այն Մուրադյան, Արիստակեսյանի հետ խաղարկեց, վերջինս գնդակը թողնում է Ամիրյանին, բայց այստեղ Կոստենկովն է նորից կանգնում գնդակի ճանապարհին։ Բուբա։ Ալավերդյան, դեպի Խլղասյանը փոխանցում տեսանք, ունի քանակական առավելություն Սիթին, Վարդանյանն ու գնդակը դարպասում է 5-1։ Շատ լավ գրոյի անցավ Սիթին, շատ լավ փոխանցում կատարեց Խլղասյանը Վարդանյանից, վերջինս կրունկով գեղեցիկ եզրափակեց Սիթիի հերթական գրոհը ու հերթական գոլը գրանցեց իր թիմի անվան դիմաց, ինչու նաև ոչ իր անվան դիմաց Էլոյան Պախտեց այո կանոններ այստեղ Էլոյանը կստանա դեղին քարտ Հարկում են Սիթի ֆուտբոլիստները գնդակը, Ալավերդյան Պողոսյանի հետ խաղարկեց գնդակը Հարաքելյան Այո իսկապես շատ խոշոր կարողացավ Սիթին դարձնել ներկապայդրությամբ հանդիպան նաշիվը ուժեղ էր այս փոխանցումը մի փոքր Վարդանյանը չկարողացավ գնդակը պահել դաշտի սահմաններում ու հարված կլինի Արությունյանի դարպասից բայց պետք է ասել նաև որ Վերդերի ֆուտբոլիստները այնպես չէ որ ողջ ներգրավվածությամբ են այս հանդիպանը տրամադրված նրանք իհարկե շարժվում են առաջ հարվածներ են կատարում մրցակցի դարպասի ուղղությամբ բայց ինչպես ռեպորտաժի մեկարկում նշեցի այս հանդիպումը մրցաշարային աղյուսակի տեսանկյունից ոչինչ չի փոխելու երկու թիմերի համար էլ թիմերը ունեն առաջիկայում էլ ավելի կարևոր խնդիրներ լուծելու Սահակյան թողեց գնդակը Արաքելյանին Նորից Արաքելյանն է գնդակով Սահակյան ու հետ փոխանցում դեպի Պողոսյանը վերջինս հիմա պաշտպանությունում է տեղ զբաղեցել շարժում է առաջ գնդակով Շատ լավ էր մտածել Պողոսյանը բայց գնդակը չհասավ Սահակյանին Պողոսյան, Վարդանյան, բայց փակվեց այստեղ Վարդանյանի փոխանցման ճանապարհը, հիմա նետվում են առաջ Վերդերի ֆուտբոլիստները, Մելքոնյան, բայց Կոստենկովը առաջինը հասավ գնդակին, ու գնդակը այստեղ Կոստենկովից դուրս եկավ, այո անկյունային հարված վաստակեց Մելքոնյանը իր համառության շնորհիվ, հարագել կորցրին գնդակը այստեղ Վերդերի ֆուտբոլիստները
Ադարյան կատարեց շատ հաջող փոխանցում դեպի Էլոյանը, վերջինը զարգացնում է արագություն, մտավ մրցակցի Տուգանային հրապարակ, Էլոյան, բայց այստեղ Խլղացյանն է հեռացնում գնդակը դատարկ դարպասից չի ավարտվել Վերդերի գրոհը, Էլոյան հիմա էլ դարպասաձողն է փրկում Սիթիին։ Այո, գնդակը կլինի Վերդերինը, կարծես դիպ է դեր վերջին հարվածի ժամանակ Սիթի պաշտպաններից մեկին։ Ու հիմա արդեն գնդակը խաղի մեջ կմտցնի Մուրադյանը։ Արտաշես Արաքելյան, Պողոսյան էր խաղարկեց գնդակը, նորից Արաքելյանն է գնդակով։ Պողոսյենկով շատ լավ փոխանցում է դեպի Վարդան Վարդանյանը, վերջինս կրունկով թողնում է գնդակը Պողոսյանին։ Ալավերձյան դաչից կա Գերակոսենկովի տարբերակը լավ գրոհ է և Վարդան Վարդանյանը դուբլ է գրանցում իր անվան դիմաց, նորից նույն ոճով Սիթին գրավում է մրցակցի դարպասը։ Մուրադյան, գրոյին է միացել թիմի Հայկ Մուրադյանը, փոխանցում տեսանք դեպի Ամրոյանը, բայց Սահակյանը հաջող գործեց, հիմա Սիթին նորից աչեզով շարժում է առաջ, շատ լավ փոխանցում Վարդանյանի կողմից, Սահակյան, փակվեց հարվածի ճանապարհը Սահակյանի, գնդակ ուղարկում է Ալավերդյանին, հարվածն էլ կա ու ինչ է այստեղ, հարված Վերդերի դարպասից, այո, կարծես տպավորությունը այնպիսին է, որ հարվածի ժամանակ դիպավ գնդակը Վերդերի պաշտպաններից մեկի ձեռքին, բայց մրցավարը չնշանակեց այս դրվագում 11 մետրանոց հարված, Ադարյան Ամրոյանն ուղարկեց գնդակը, նորից Ադարյանը գնդակով լավ փոխանցում էր, վտանգավոր է, բայց Մուրադյանը կարողանում է հեռացնել գնդակը։ Վարդանյանն հաջող խմում կատարում, շարժվում առաջ, դեպի Ալավերձյանը փոխանցում են, մենակ է դարպասապայ հետ Ալավերձյանը ու գնդակը դարպասում է, այո, Արտուր Ալավերձյան 7-1։ Այո, վնասվածքից հետո առաջին անգամ աչքի ընկավ Ալավերձյանը խաղադաշտում, գրանցեց իր անվան դիմաց հերթական խփած գնդակը ու արդեն գնդակը արագորեն խաղի մեջ է, Վերդերի ֆուտբոլիստներն են նորից գնդակով, Մայիս Մելքոնյան, հիմա նա այս րոպեներին պաշտպանությունում է տեղ զբաղեցրել։ Ամրոյան խաղարկում է Ադարյանի հետ գնդակը, Հայկ Մուրադյան թողեց նորից գնդակը Ադարյանին։ Հերվից հարված կատարեց Ադարյանը, բայց գնդակը շեղությամբ ընթացավ։ Արտուր Ալավերձյան արկում է գնդակը Պողոսյանի հետ։ Պողոսյան
Շարժում է առաջ գնդակով Առաքելյանը Վարդանյանն ուղարկեց գնդակը ու այո հետ փոխանցում ենք տեսնում Դեվիդ Պողոսյանը իսկապես շատ խաղաղ պայմաններում են ընթանում հանդիպումը հիմա Մելքոնյանն է միայնակ մնացել դարպասապայի հետ ու գնդակը դարպասում է 7-2 Վերդերը 1 գոլ կարողանում է ետ բերել Յոթ երկու այո Մայիս Մելքոնյանը ևս մեկ գոլ գրանցեց իր անվան դիմաց Ալավերդյան ու դուբլ է գրանցում Ալավերդյանը, բայց գնդակը արձանագրված չէ, այո դիպել էր գնդակ այստեղ գրոյ ժամանակ Սիթի ֆուտբոլիստներից մեկի ձեռքին ու գոլը չեղարկված է Պողոսյան գնում է պրեսինգի Պողոսյանը, բայց խախտեց փոխարենը խաղի կանոնները Մելքոնյան Խելգացյանն է դիմավորել նրան ու կար այո խաղի կանոնների խախտում, հիմա դեղին կարգ կստանա Խելգացյանը խաղի կանոնները խախտելու համար Մուրադյան կա փոխանցումը Ամիյանն է կասեցնում գնդակ ուղարկեց այն Ադարյանին ու գնդակը ևս մեկ անգամ դարպասում է 7-3 է դառնում հանդիպման հաշիվը Այո իսկապես շատ գոլարատ հանդիպում ստացվեց անկախ նրանից որ Թիմերը այդպիսի տրամադրվածություն չունեին, կարելի այսպես ասել, բայց 10 գնդակ արդեն կա խաղադաշտում փոխված եւ դեռ հանդիպան ավարտին էլ մի քանի րոպե խաղաժամանակ կա Մելքոնյան հարված ստացեց Մելքոնյանի կողմից ու Մուրադյանը տեղում էր հեռացեց գնդակը անկյունային հիմա էլ կիրած թիմ Վերդերը Մելքոնյան կա բարձից փոխանցում ու 11 մետրանոց հարված Սիթի դարպասին դիպավ գնդակը Կոստենկովի ձեռքին այո Դեղին քարտ է նաև ստանում այստեղ Կոստենկովը У меня там свист, вот. И сейчас у нас Տեսնենք ինչպես կիրացնեն 11 մետրանոց հարվածը Վերդերի ֆուտբոլիստները, եթե չեմ սխալվում Սերգեյ Ամրոյանն է տեղադրել գնդակը, ինքն էլ կկատարի հարվածը բնականաբար ու տեսնենք Ամրոյան հարված գնդակը դարպասում է շատ գեղեցիկ
Պանենկայի ոճով գրավեց այստեղ դարպասը Ամրոյանը ու Վերդերը կարողանում է եւ Բուբան, թողնում է գնդակը Կատ գեղեցիկ ոճով Բուբան Արաքելյանին Արաքելյանը կարողանում է այստեղ փոխանցում կատարել, բայց այն դուրս եկավ դաշտի սահմաններից ես իսկ նետեմ Վերդերի ֆուտբոլիստները Մերքոնյան Դեպի առաջ փոխանցում են տեսնում Ամրոյան վտանգավոր է հարված, բայց ճիշտ ասում այստեղ Ամրոյանի կատարած հարվածը ու վերջ հանդիպումն էլ ավարտված է, այո, իսկապես շատ գեղեցիկ ու գոլարատ հանդիպում ստացվեց Սիթին վաստակեց իր հերթական միավորը հաղթելով 7-4 հաշվով իսկ խաղային օրը մեզ ոչ շարունակվում է կարճ դադար, որից հետո կշարունակենք